Հարգելի իմ դիտորդ, ուրեմն ես երեկ նաև քարտեզ ստացա։ Մայքլ Ջեքսոնը մահացել է, թե չէ, քանի որ այդ թեման շատ է քննարկվում, որ Ջեքսոնը չի մահացել, Ջեքսոնը ողջ է, եւ եկեք տեսնենք ինչ է ասում մեզ մեր հորար քարտեզը, որը երբեք չի խաբում, բայց մինչև անցնեմ հորար քարտեզին, եթե հիշում եք, ես ասեցի, չէ, որ շուտով օրենքը հակասելու է Նիկոլ Փաշինյանին եւ անգամ ԱԱՑ-ն, հա, իր հրամանները չի կատարելու։ Երեք առաջին պտուղները մենք այսպես տեսանք, որ վեհապարի հետ կապված դատավորը հրաժարվեց մասնակցության, թե դատելու պրոցեսին այդքան չեմ խորացել, բայց տեսա, որ հակասող ինչ-որ բան կար։ Այսինքն կամաց իմ կանխատեսումները գալիս հասնում է իմ ասած կետերին ու կամաց այդ իրադարձությունները կյանքի են կոչվում, ինչը որ կանխատեսել եմ։ Իսկ հիմա ասենք բուն թեմային, հա։ Ասցենդենտը առաջին տանկու սպիտը գտնվում է երկորյակներում, սա հարց տվողն է։ Ուրեմն գլխավոր կառավարիչը Մերկուրին է, հարց տվողը գնում է հյուր դեպի Մայքլ Ջեքսոնի կենսագրություն։ Եվ այստեղ թեման հետազոտելն է, ինչպես որ հասկացանք։ 7-րդում դեսցենդենտ, որը պատասխանատու է այն անձանց տվյալ դեպքում հենց Մայքլ Ջեքսոնի համար բացվում է աղեղնավոր նշանում։ 8-րդ տունը մահվան ճգնաժամերի եւ գաղտնիքների տունը գտնվում է աց եղջյուր նշանում։ Մոլորակների դիրքերը նշաններում եւ տներում Մերկուրին գտնվում է այրուծում, 3-րդ տանը, սա ցույց է տալիս տեղեկատվության ակտիվ որոնում, լուրեր կամ հանրային քննարկումներ եւ հետաքրքրվող անձիկ։ Լուսինը գտնվում է երկորյակներում, առաջին տանը Ուրանի հետ սերտ միացության մեջ եւ լուսնի այս դիրքը հուշում է, որ հարցի հուզական հրատապությունը, իսկ Ուրանի ներկայությունը խորհրդանշում է անսպասելի բացահայտումներ, ցնցող լուրեր կամ հանկարծակի շրջադարձեր։ Արեգակը գտնվում է իր տանը այրուծում, 4-րդ տան սահմանագծին, այն հզոր դիրքում է, ինչը կենտրոնացնում է ուշադրությունը հանրահայտ անձի, նրա ժառանգության կամ կյանքի վերջնական հանգրվանի վրա։ Սատուրն եւ Նեպտունը գտնվում են Խոյ նշանում 11-րդ տանը։ Նեպտունը հետադիմական է, ռետրոգրադ է, ինչը հաճախ կապված է լինում գաղտնիքների, պատրանքների, դեղամիջոցների, թունավորումների կամ անորոշության հետ, որոնք վերանայվում են։ Հիմնական ասպեկտների փոխազդեցությունը քարտեզում վառ արտահայտված են կապույտ գծերով մեծ տրիգոն կոնֆիգուրացիաներ։ Այն միացնում է կրակի տարերքի նշանները, առյուծի արեգակի, Խոյի, Նեպտունը, Սատուրնը, աղեղնավորի եւ Պլուտոնի հետ։ Սա կարող է նշանակել էներգիայի հեշտ հոսք եւ պատմական տվյալների կամ թաքնված փաստերի հետ հասանելիություն։ Այսինքն քարտեզը այստեղ պատասխանում է 100% ճշգրտությամբ։ Երբեմն լինում է, որ հորար քարտեզում պատասխանը հնչում է հուշ կամ դեռ չձևավորված շուտ կամ արգելքներ է հանդիսանում, քարտեզը արգելում է, ասում է մի խորացի, դա քեզ պետք չի։ Բայց քանի որ մեր մտքերի հետ է, հա, կապված հորար քարտեզը տալիս է մեր մտքում ծագած հարցի պատասխանը։ Ուրեմն Մայքլ Ջեքսոնը մահացել է կամ արդյոք նրա մահն իրական է եղել, հարցի պատասխանը թաքնված է 7-րդ տանը, միջազգային աստղը որպես հարցի օբյեկտ եւ 8-րդ տանը մահվան տուն, տրանսֆորմացիա եւ փոխազդեցություն։ Օբյեկտի վիճակը 7-րդ տանը Մայքլ Ջեքսոնին ներկայացնում են 7-րդ տան կառավարիչ Յուպիտերը, քանի որ տունը բացվում է աղեղնավորում։ Յուպիտերը գտնվում է Խեցգետնի նշանում, իր էկզալտացիայի ամենաուժեղ դիրքում, սակայն տեղակայված քարտեզի 4-րդ տանը ընդհատակ գերեզման եւ կյանքի ավարտ։ Մահվան փաստի հաստատումը 8-րդ տուն, մահվան 8-րդ տան կառավարիչը Սատուրնն է, աջ եղջյուրի տիրակալը։ Քարտեզում տեսնում ենք, որ օբյեկտը ներկայացնող Յուպիտերը, մահվան տիրակալ Սատուրնը գտնվում են ճշգրիտ քառակուսու մեջ 90 աստիճան, լարված ասպեկտի մեջ կարմիր գծով, խորքային աստղաբանության մեջ 8-րդ տան տիրակալի ներգրավվածությունը հարցվող անձի հետ հաստատում է ֆիզիկական մահվան փաստը։ Մահվան հանգամանքները
Նեպտունի ակտիվությունը 11-րդ տանը եւ նրա փոխազդեցությունը։ Արեգակի հետ մատնանշում է դեղամիջոցներ, ուրեմն սեդատիվների կամ քիմիական նյութերի պրոֆոֆոլ, այն մահացու չափաբաժինը, որը հանդիսացել է մահվան պատճառը։ Առաջին տանը լուսնի եւ ուրանի սերտ միացումը խոսում է այն մասին, որ լուրը եղել է հանկարծակի, շոկային եւ մինչեւ օրս հարության մեջ առաջացնում է բազմաթիվ դավադրության տեսություն ու անսպասելի հարցադրումներ։ Փաստորեն նաև ես նայեցի կարային իրան փրկեին թե ոչ, այո, բժշկական եւ փաստացի տեսանկյունից նաև հնարավոր էր նրան փրկելը։ Շնչուղիների բացում, այստեղ եղել է ուշացած շտապօգնության նաև կանչ, համապատասխան սարքավորումների խնդիր, սա ցույց է տալի մոլորակները։ Ուրեմն քարտեզում լուսինը հանրության լուրը օգնություն գտնվում է առաջի տանը ուրանի հանկարծակիության տեխնիկական ձախողման հետ։ Սա ցույց է տալիս, որ իրավիճակը զարգացել է մահ, այսինքն վայրկյանների Եվրոպայի ընթացքում, որտեղ սխալ մոտեցում եւ սխալ ռեակցիա է տրվել խուճապի պատճառով։ Բժշկի սխալը ցույց է տալիս 7-րդ տունը։ Բժշկի մոլորակը որպես բուժող անձ նա ներկայացնում է 7-րդ տան տիրակալ Յուպիտերը, բարերար օգնող մոլորակը։ Չնայած Յուպիտերն ուժեղ է խեցգետնում, չնայած բժիշկը եղել է ուժեղ, բայց այնուամենայնիվ գտնվում է 4-րդ տանը, թաքցնելու անգործության տունը։ Սա խորհրդանշում է բժշկի կողմից իրավիճակը թաքցնելու փորձերը եւ անհրաժեշտ քայլերը ժամանակին չձեռնարկելու։ Ահա, այստեղ նաև հնարավոր է բժիշկը եղել է ինչ-որ հարբած վիճակում, որտեղ Նեպտունն է ցույց տալի։ Ուրեմն դատավարության օր է նշանակվել 2028 թվականի փետրվարի 14-ին, կապված ֆիլմի հերոսների Ուեդ Ռոբսոն եւ Ջեյմս Սեյֆչակ ներկայացած քաղաքացիական հարցերի հետ կապված։ 9-րդ տան դատարան եւ օրենք Սատուրնը գտնվում է ուրեմն հենց այդ տանը, որը ցույց է տալիս ժամանակի ցկցկում երկարատև դատական process-ներ։ Գործերը նորից են բացվելու։ Ուրեմն Պլուտոնը 8-րդ տան սահմանին հետ մահու ֆինանսներ եւ ժառանգություն քննարկվելու է նաեւ այդ հարցը։ Որովհետև իր ժառանգությունը ցույց է տալիս 7 եւ 4-րդ տները պաշտպանող կողմ դատական ծախսերի եւ իրավունքների կառավարում։ Այստեղ ես շատ եմ մանրացել։ Ուրեմն 2020 թվականի դատավարությունը զգալիորեն կակտիվացնի Մայքլ Ջեքսոնի երաժշտական ժառանգությունը եւ հանրային քննարկումները, սակայն չի նվազեցնի նրա կատալոգի կոմերցիոն հզորությունը։ 2026 թվականի կեսերից Ջեքսոնի երաժշտությունը նոր թափ է առնելու եւ նոր կյանք է առնելու։ Բժշկական եւ դատական փաստը 2011 թվականի Լոս Անջելեսի դատարանը Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկ Կոնրադ Մյուրեյին պաշտոնապես ճանաչեց մեղավոր, ոչ թե դիտավորյալ սպանության մեջ, դատապարտեց 4 տարվա ուրեմն ազատազրկման, դատաբժշկական փորձաքննությունը մահվան պատճառը որակեց որպես սպանություն։ Ուրեմն պրոֆոֆոլի հիմնական թունավորման եւ այլ դեղամիջոցների վտանգավոր համակցման հետ։ Սա ցույց է տալիս աստղաբանական 7 եւ 8-րդ տունը, որտեղ ճշգրիտ 90 աշճան քառակուսի է կազմվել։ Так։ Հիշեցնեմ, որ Մայքլ Ջեքսոնը ծնվել է հունիսի 25-ին, հա, հունիսի, չէ։ Այդ օրը մահացել է կներեք 2009 թվին։ Եղել է ուղիղ 50 տարեկան եւ դա եղել է Քիրոնի վերադարձը։ Քիրոնի վերադարձը համընկնում է իր մահվան հետ։ Տեսեք, Ջեքսոնը ինքը շատ վառ կերպար է եղել բեմի վրա, բայց
բեմից դուրս ունեցել ավերքեր ու ցավեր։ Աստղաբանության մեջ Քիրոնը կոչվում է վիրավոր բժշկող։ Այն ներկայացնում է մեր կյանքի ամենախորը հոգեբանական կամ ֆիզիկական վերքերը, որոնք մենք կարողանում ենք բուժել ուրիշների մեջ, բայց ոչ ինքներս մեր մեջ։ 50 տարեկանում Քիրոնի վերադարձը պահանջում էր առերեսվել այդ վերքերի, այդ տրավմաների հետ։ Ջեքսոնի համար այդ վերքերը ֆիզիկական անդադար ցավեր էին, անքնություն և դեղորայքային կախվածություն, ինչն էլ ի վերջո դարձավ մահվան պատճառը։ Հարգելի ինվիտորդ, Մայքլ Ջեքսոնը մահացած է, իսկ մնացածը ուղղակի առասպելներ են։ Այդքանը։